Պատվարժան դատարան իրան լսեցին այժարժան նվազրովի հիմնավորումները, որոնց կապակցությամբ կասեմ հետևյալը։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է թե նախորդ կալանավորման որոշմանը ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձնացել կալանքի տակ այդ անհրաժեշտություն ինչով է պայմանավորվել։ Եվ պարզ է գործունեությունում կա եւ դուք քաշ դերյակ եք, որ առաջին իսկ կալանքից սկսած ունեցել են խոչընդոտման մեքին, կալանքի մեքին խոչընդոտել։ Դրա հիմքում դրված է եղել ապացուցման ակտիվ փուլը, վկաների արձակնություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք գործողությունների դատարանը, ու տեսնում ենք ինչ վիճակ է, ինչ ապացույցներ են ներկայացվել, մենք հասկանում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել եւ կորզել է դատարանից կալանքը դատարանին այսպես ասած խաբել, որովհետեւ արձանագրված է, որ ակտիվապացուցման փուլում է բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցակնեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ու ուղարկվել է դատարան։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանը, ասում ենք գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, բայց պատասխանող։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարացումից մինչ այս պահը մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրին կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել, նախաքննական կալանքի շարունակում է պահպանվել նյութերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ էր ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա այնպես բան։ Աուրեն այդ վկաները, որոնց վրա կրած։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ուժողների ցուցմունք եւ զննման արձանագրություններ տեսանյութ։ Հասկանալի է, որ տեսանյութերի զննումների տեսականորեն Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն ունենալ։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության ողջունությունը։ Մեդիա դաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վայր դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց շազդի ուժողի վրա։ Իսկապես, ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում ունենան։ Դուք մտածում եք, որ կարող եք փոխել ձեր ցուցմունքները, կարող ազդի ձեր վրա սրբազանին։ Ես եմ նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախսանում բյուջեից ոստիկանները տրամադրել, հսկեն ես մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանգարց սրբազանը չազնի։ Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչին համար են, ում են պետք։
Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողով մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող ազդեցություն լինի, պետությունն այն գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն էլ ներկայացվել դատարան, այնինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում է։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու ուժող, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա։ Բայց ասում եք խոչընդոտ, դեռ խոչընդոտել ոնց պիտի դրսևորվի։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտել դրսևորվում։ Մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։ Ունենք ընդհանրապես մեկ հիմք, որ վկաների վրա կարող է ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպառ չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն արձակնման ենթակային ուժող պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ, իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ անցկացնել, որ հանգարց կարող է Ստեփան Ասատրյանը կամ Արամ Այստախմազյանը փոխի իրացությունը սրբազանից ազդվելու։ Ու այս պայմաններում ենք հանգիստ միջնորդում ենք, ասում ենք սրբազանի պայքարը։ Դա շարունակականությունն արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէր նախորդ ռիսկերը դատարանի արձանագրած։ Պատվարժան դատարան, երկար բարակ չծանրացնեմ իմ գործընկերները վերացնեմ։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցի չկա եւ անհապաղ կալանքը ենթակա է վերացման։ Այսքան